Թրամփի վարչակազմը քննարկում է փախստականների ընդունման համակարգի վերանայումը, որի նպատակն է փոփոխել այն չափորոշիչները, ըստ որոնց որոշվում է, թե ԱՄՆ-ում ով կարող է ստանալ ապաստան և ով ոչ։ Նախնական փաստաթղթերի համաձայն Վաշինգտոնը կարող է սահմանափակել ընդունվող փախստականների թիվը, առավելություն տալով նրանց, ովքեր ըստ իշխանությունների կարող են դառնալ ամերիկյան հասարակության լիարժեք անդամներ։ Միաժամանակ կառավարությունը շարունակում է իր ծրագիրը պաշտպանություն տրամադրելու աֆղանցիներին, ովքեր նախկինում համագործակցել են ամերիկյան բանակի հետ, իսկ հիմա անդրադառնանք այսօրվա թեմաներին։ Այսօր պատմելու եմ Նյու Յորքի մերձակայքում բազմահարկ ավտոկայանատեղիի փլուզման մասին։ Ֆինանսների նախարարությունը նախազգուշացրել է, որ շաթդաունը լուրջ վնասներ է հասցնում ԱՄՆ-ին, ինչ սպասել և ինչ է կատարվում կառավարության ներսում։ Թայմի ամսագիրը դեռ պատրաստ չէ, սակայն շապիկը հրապարակվել է մի քանի շաբաթ շուտ։ Կպատմեմ, թե ով է դրա վրա պատկերված և թե ինչու է աշխարհահռչակ ամսագիրը այս քայլին դիմել։ Լոս Անջելեսի կենտրոնում կեսգիշերին երկու հանցագործություն է տեղի ունեցել, որոնց բացահայտմանը օգնելու համար $25,000 պարգևավճար է սահմանվել։ Ջորջիայում ավտովթարներ, իսկ Նյու Ջերսիում հզոր պայթյուն։ Ցավոք սրտի այսօրվա հաղորդումը լի է հանցագործություններով։ Չնայած բացասական ենթատեքստին, այսօր հաղորդման վերջում հետաքրքիր թեմա ունենք ձեզ համար պատրաստած։ Ամերիկայի հյուսիսում կա մի վայր, որտեղ երկինքը անսահման է, լեռները հին առասպելների նման, իսկ մարդիկ ազատ, ինչպես քամին։ Մոնտանան այն նահանգն է, որտեղ ժամանակը դանդաղում է, բնությունը խոսում է իր լեզվով և թվում է, թե աշխարհը դեռ մնում է այնպիսին, ինչպիսին մի քանի հազար տարի առաջ էր։ Հաղորդումը դիտեք մինչև վերջը և մի քանի րոպեում կիմանաք այն ամենի մասին, ինչը պետք է իմանալ Մոնտանայի մասին։ Բարև ձեզ, ես Ալադ Ավթյանն եմ և ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում ամենակննարկվող իրադարձությունների մասին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին և չմոռանաք մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ։ Լոս Անջելեսի կենտրոնական հատվածում հետիոտնին ընդամենը մի քանի վայրկյան տարբերությամբ երկու անգամ գցել են մեքենայի տակ։ Սկզբում կնոջը վրաերթի է ենթարկել սեդանը, իսկ երբ նա դեռ պառկած էր ճանապարհին, երկրորդը ամենագնացը նորից անցել է նրա վրայով և փախել։ Երկու վարորդներն էլ անհետացել են դեպքի վայրից առանց օգնություն ցուցաբերելու։ Տուժած կինը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները հայտնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց վնասվածքները լուրջ են։ Վթարը տեղի է ունեցել գիշերվա ժամերին մարդաշատ հատվածում և մի քանի անցորդներ ականատես են եղել ողբերգական տեսարանին։ Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտարարել է $25,000 պարգևատրում այն անձին, ով կտրամադրի տվյալներ կամ կօգնի փախուստի դիմաց վարորդների հայտնաբերելու գործում։ Քննիչներ ուսումնասիրում են փողոցային տեսախցիկների կադրերը։ Նյու Յորքի մերձակայքում տեղի է ունեցել բազմահարկ ավտոկայանատեղիի մասնակի փլուզում, նախնական տեղեկություններով փլվել է 3-րդ և 4-րդ հարկերի միջև գտնվող բետոնե շերտերը, ինչի հետևանքով տարածքում փլուզմանը հատկանշական բարձր ձայն է որոտացել։ Դեպքի վայր են ժամանել տասնյակ հրշեջներ և փրկարարներ, ովքեր հատուկ տեխնիկայով փորձել են ամրացնել վնասված կառույցը, որպեսզի կանխեն ամբողջական փլուզումը։ Տարածքը շրջափակվել է ոստիկանության կողմից և բնակիչներին խորհուրդ է տրվում խուսափել հարակից փողոցներից։ Այս պահին տուժածների մասին տվյալներ չկան, սակայն մասնագետներն ուսումնասիրում են շինությունը։ Քննչական ծառայությունները չեն բացառում, որ փլուզման պատճառը շինարարական թերությունների մեջ կարող է լինել։ Վաշինգտոնում սկանդալ է բռնկվել Օհայոյի հանրապետական կոնգրեսական Դեյվ Թեյլորի գրասենյակում հայտնաբերված ԱՄՆ դրոշի պատճառով։ Դրոշի վրա նացիստական սվաստիկա էր պատկերված եղել, այն նկատվել է աշխատակիցներից մեկի հետևում առցանց հանդիպման ընթացքում, իսկ Պոլիտիկոյի հրապարակած լուսանկարը հանրային ու քաղաքական լայն արձագանք է ստացել։ Հիշեցնեմ, որ սվաստիկան արևմտյան աշխարհում ասոցացվում է նացիզմի, ֆաշիզմի և ցեղասպանության գաղափարների հետ։ Կոնգրեսական Թեյլորը հայտարարել է, որ տեղյակ է միջադեպից և այն համարում է խորապես ձանձրելի և անընդունելի։ Նա չի հստակեցրել, արդյոք աշխատակիցը ազատվել է աշխատանքից, թե ոչ, սակայն նշել է, որ դեպքը կարող է լինել վանդալիզմի կամ քաղաքական սադրանքի հետևանք։ Թեյլորի գրասենյակը հայտնել է, որ կատարվում է ներքին քննություն։
ԱՄՆ եւ Կանադայի մի քանի օդանավակայաններում կիբերհարձակում է գրանցվել ձայնային համակարգերի վրա, որի ընթացքում բարձրախոսով հնչել են Թրամփի դեմ եւ Համասի օգտին ուղղված ուղերձներ։ Միջադեպը տեղի է ունեցել Կանադայի Քելոունա քաղաքի օդանավակայանում եւ ԱՄՆ-ի Փենսիլվանիայի Հարիսբերգի միջազգային օդանավակայանում, որտեղ մի քանի րոպե շարունակ հնչել են քաղաքական հաղորդագրություններ։ Հարիսբերգի օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ ուղևորներին ուղղված անմիջական սպառնալիքներ չեն հնչել, սակայն միջադեպը առաջացրել է խուճապ եւ ապակողմնորոշում։ Դաշնային ծառայությունները սկսել են հետաքննություն։ Կանադայի հաղորդագրությունները անգամ հայտնվել են թռիչքների էլեկտրոնային ցուցանակների վրա, ինչի հետևանքով օդանավակայանը ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը եւ հետաձգել մի քանի չվերթ։ SpaceX ընկերությունը հրապարակել է Booster 15-2 հրթիռի փորձնական թռիչքի կադրերը։ Թռիչքի ընթացքում հրթիռը մի քանի վայրկյանով բարձրացել է օդ, հետո կորցրել է կառավարումը եւ ընկել օվկիանոս։ Սակայն փորձարկումն անցկացվել է պլանավորված ձևով։ Վտանգավոր հետևանքներ չեն գրանցվել։ We have liftoff. Go Super Heavy. Go Starship. Ըստ ընկերության հաղորդագրության սա եղել է երկրորդ սերնդի Starship-ի եւ առաջին սերնդի Super Heavy-ի վերջին թռիչքը։ Թռիչքի հիմնական նպատակը եղել է համակարգերի փորձարկումը, հավաքելով ինժեներական տվյալներ, որոնք կօգնեն կատարելագործել հրթիռների վերահսկման եւ վայրեջքի մեխանիզմները։ SpaceX-ը հայտարարել է, որ փորձարկման արդյունքները կօգտագործվեն հաջորդ սերնդի հրթիռների նախագծման ընթացքում։ Ընկերությունը նախատեսում է առաջիկա ամիսներին փորձարկել նոր ավելի հզոր Starship տարբերակ, որը նախատեսված է Լուսին եւ Մարս ուղևորությունների համար։ Մինչև թողարկման մյուս նորություններին անցնելը տեսնենք, թե ինչ է հրապարակվել մեր Facebook-յան էջում։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը ստիպված է եղել կատարել վթարային վայրեջք Մեծ Բրիտանիայում, երբ նրան տեղափոխող ռազմական ինքնաթիռի առջևի ապակին ճաքել է։ Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը հայտնել է, որ վայրեջքը կատարվել է անվտանգության կանոնների համաձայն։ Ինքը Հեքսեթը սոցիալական ցանցում գրել է. «Ամեն ինչ լավ է, փառք Աստծո, շարունակում ենք առաքելությունը»։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը շտկել է, որ շաթդաունը արդեն վնասում է երկրի հիմնական տնտեսական հատվածներին, իսկ ներդրումային աճը, որը ձևավորում է Թրամփի քաղաքականության արդյունքում, կանգի առնում հենց կառավարության փակման պատճառով։ Բեսենթը հավելել է, որ դեֆիցիտը նվազել է մինչև մոտ 1.817 տրիլիոն դոլար, եւ եթե ԱՄՆ-ն ավելացնի արտադրությունը եւ սահմանափակի ծախսերը, դեֆիցիտ-ՀՆԱ հարաբերակցությունը կարող է իջնել մինչև 3%, սակայն այս օրերին շաթդաունի պատճառով տնտեսությունը շաբաթական կորցնում է 15 միլիարդ դոլար։ Ինդիանա նահանգում հայտնաբերվել է մարդկային գանգի մաս, որը թվագրվում է մեր թվարկությունից առաջ 2300 թվականով։ Ռադիոածխածնային հետազոտությունը ցույց է տվել, որ գանգը մոտ 4270 տարեկան է։ Գանգի կտորը հունիսին նկատել էր հողի տերը։ Փորձաքննությամբ հաստատվել է, որ գանգը պատկանել է չափահաս մարդու։ Արժեքավոր գտածոյի հետագա պահպանման եւ մշակման քայլերը կինակարացվեն Ինդիանայի բնապահպանական վարչության ցուցումներով։ Եթե ձեզ հետաքրքիր են նման նորությունները եւ ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին։ Մենք ամեն օր ձեզ համար պատրաստում ենք կարևոր եւ վստահելի տեղեկատվություն, հակիրճ, բարձու, հետաքրքիր ձևով։ Նյու Ջերսիի Հիլսայդ քաղաքում տեղի ունեցել հզոր պայթյուն, որից հետո քաղաքի արդյունաբերական գոտիներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Պայթյունից հետո տարածքում բարձրացել է խիտ եւ թունավոր ծուխ, որը տեսանելի է եղել մի քանի կիլոմետր հեռավորությունից։ Իշխանությունները հայտարարել են պարտադիր տարհանման մասին, որից հետո հարյուրավոր բնակիչներ դուրս են բերվել վտանգավոր գոտուց։ Տեղական պաշտոնյաները միջադեպը անվանել են նահանգի վերջին 20 տարվա ամենախոշոր հրդեհը։ Հրշեջներն ու փրկարարները շարունակում են պայքարել կրակի դեմ, իսկ բնակիչներին հորդորել են չմոտենալ տարածքին եւ հետևել շտաբ ծառայությունների ուղարկած զգուշացման հաղորդագրություններին։ Ֆլորիդայում դպրոցի մոտ մի կին եւ ոստիկան վիճաբանել են եւ վեճը սուր ընթացք է ստացել։ Ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ կինը մեքենան կանգնեցրել է խաչմերուկում դստերը դպրոցից վերցնելու համար, իսկ ոստիկանը նրան նկատողություն է արել։ Վիճաբանությունը սրվել է եւ ոստիկանն ուժով գցել է կնոջի գետնին ու ձեռնաշղթաներ հագցրել։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է իրավիճակը սրվում, ինչից հետո կինը փորձում է պաշտպանվել։ Նա պնդում է, որ ոստիկանը ծունկը դրել է իր վզին, ինչի հետևանքով կինը վնասվածք է ստացել։ Իսկ իրավապահները իրենց հերթին կնոջը մեղադրել են ոստիկանության աշխատողի վրա հարձակման, ձերբակալությանը դիմադրելու եւ առանց վարորդական իրավունք մեքենա վարելու մեջ։
Ջորջիա նահանգում տեղի ունեցած սարսափելի ավտովթարը խլել է նույն ընտանիքի 8 անդամների, հղի կնոջ, նրա 5 երեխաների ու տատի կյանքը։ Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ մեծ արագությամբ ընթացող բեռնատարը բախվել է նրանց մինիվենին, որն անմիջապես բռնկվել է։ Դրանից հետո բեռնատարը շարունակել է ընթացքը եւ բախվել եւս 6 մեքենայի։ Փրկարարները դեպքի վայրում այրված մեքենա եւ զոհերի մարմիններ են հայտնաբերել։ Բժիշկները հաստատել են, որ ոչ ոք չի հասցրել դուրս գալ մինիվենից։ Ճանապարհային ոստիկանությունը ձերբակալել է բեռնատարի վարորդին, նրան առաջադրվել է 8 մարդու, ներառյալ չծնված երեխայի անզգույշ սպանության մեղադրանքներ։ Տեղական համայնքը ցնցված է կատարվածից, այն անվանելով վերջին տարիների ամենածանր ճանապարհատրանսպորտային ողբերգություններից մեկը։ Կալիֆոռնիայում ԱՄՆ ծովային հետևակի զինծառայողի հոր արտաքսման դեպքը կրկին ուշադրություն է հրավիրել Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության վրա։ Նոր օրենքով դադարեցվել է զինվորականների եւ նրանց ընտանիքների արտաքսումից պաշտպանության երկարամյա համակարգը։ Նախկինում զինծառայությունը դիտարկվում էր որպես մեղմացուցիչ գործոն, իսկ ներգաղթի ծառայությունը հաշվի էր առնում ծառայողի կամ նրա ընտանիքի անդամների դերը երկրի պաշտպանության գործում, որոշելով արդյոք անձը կարող է մնալ ԱՄՆ-ում, թե ոչ։ Մասնագետները նշում են, որ այս փոփոխությունը կարող է բացասաբար անդրադառնալ զինված ուժերի հավաքագրման վրա, քանի որ բանակը հաճախ ապավինում են ներգաղթյալ ընտանիքներին։ Նրանց խոսքով նոր կանոնները ոչ միայն նվազեցնում են ծառայության նկատմամբ վստահությունը ներգաղթյալների շրջանում, այլև կարող են խոչընդոտել բանակի համալրման գործընթացին։ Կալիֆոռնիայում ընդունվել է նոր վիճահարույց օրենք, որը սահմանափակում է գողոք տեսակի ատրճանակների վաճառքը, քանի որ դրանք հնարավոր է հեշտությամբ վերածել ավտոմատ զենքի։ Օրենքը արգելում է վաճառել այն կիսաավտոմատ ատրճանակները, որոնք հատուկ սարքերի միջոցով կարելի է հեշտությամբ փոփոխել, հնարավորություն տալով առանց ձգանը թողնելու կրակահերթ վարել։ Այս որոշումը հետևում է տարիների բողոքներին եւ դատական գործերին, որոնք ուղղված են Glock ընկերության դեմ։ Ըստ Everytown for Gun Safety կազմակերպության նման սարքերը թույլ են տալիս արձակել մինչև 1200 կրակոց 1 րոպեում։ Համեմատության համար նշեմ, որ AK-47 հրացանով հնարավոր է րոպեում արձակել ընդամենը 600 փամփուշտ։ Մասնավորապես անցած տարի Ալաբամայի Բիրմինգհեմ քաղաքում զանգվածային հրաձգության ժամանակ, որի հետևանքով զոհվել էին 4 մարդ եւ տասնյակից ավելի վիրավորվել, հանցագործները ըստ նախնական տվյալների օգտագործել էին հենց նման ձևափոխված Glock-եր։ Չնայած խիստ սահմանափակումներին, Կալիֆոռնիայի իշխանությունները ընդգծում են, որ օրենքի նպատակը զենքի հասանելիության նվազեցումն է, ոչ թե դրա ամբողջական արգելքը։ Թայմը այս անգամ մեկ շաբաթ շուտ է հրապարակել գալիք ամսագրի շապիկը։ Պատճառը ինքներդ հիմա կտեսնեք։ Այս շապիկը պատմում է Դոնալդ Թրամփի վերադարձի մասին, ոչ միայն որպես քաղաքական գործ չի, այլ որպես միջազգային բեմի կենտրոնական կերպարի։ Լուսավորությունը եւ կադրի ընտրությունը խորհրդանշում է իշխանություն, ինքնավստահություն եւ հաղթանակի զգացողություն։ Կարմիր եզրագիծը ամսագրի դասական շեշտը ընդգծում է լարվածության եւ ուժի մթնոլորտը, որը կարծես ամբողջությամբ համընկնում է Թրամփի կերպարի հետ։ Շապիկի վերնագրում գրված է His Triumph, նրա հաղթանակը։ Թայմը շեշտադրումը անում է այն բանի վրա, որ Թրամփը հաջողել է այնտեղ, որտեղ շատերը կարծում էին անհնար է։ Պատմությունն այս անգամ կապված է Գազայի եւ Իսրայելի միջև ձեռքբերված խաղաղության առաջին փուլի հետ։ Սա դիտարկվում է որպես Մերձավոր Արևելքի նոր շրջադարձ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ամենանշանակալի դիվանագիտական ձեռքբերումներից մեկը։ Թայմի նյութը սակայն լի է նաեւ զգուշությամբ։ Ամսագրի տեքստում ասվում է, որ համաձայնությունը դեռ կարող է փլուզվել։ Թրամփի խաղաղության ծրագիրը բաղկացած է 2 փուլից եւ թեև առաջինը հաջողվել է, երկրորդը դեռ անորոշ է։ Այս կերպ Թայմը պահպանում է իր լրագրողական հավասարակշռությունը, միաժամանակ ընդունելով հաջողությունը եւ հիշեցնելով դրա փխրունությունը։ Kaiser Permanente-ի դեղագործներն ու տեխնիկները հարավային Կալիֆոռնիայի բժշկական կենտրոններում քվեարկել են գործադուլ թույլատրելու օգտին, դժգոհելով ցածր աշխատավարձերից եւ ծանր աշխատանքային պայմաններից։ Գործադուլի օրը դեռ չի հայտարարվել, սակայն այն կարող է ազդել մոտ 3000 միութենական աշխատողի եւ տասնյակ դեղատների աշխատանքի վրա։ Քվեարկությունը տեղի ունեցել այն ժամանակ, երբ Կայզերի շուրջ 31000 բուժքույրեր եւ առողջապահական աշխատակիցներ արդեն 5 օր է ինչ գործադուլում են Կալիֆոռնիայում, Օրեգոնում եւ Հավայան կղզիներում։ Միության ներկայացուցիչը նշել է, որ եթե գործադուլը սկսվի, Կայզերը ստիպված կլինի ժամանակավորապես փակել իր դեղատների մեծ մասը։ Նրա խոսքով ղեկավարությունը խախտում է աշխատանքային իրավունքը, խոչընդոտելով միության եւ աշխատողների միջև կապը եւ չտրամադրելով անհրաժեշտ տվյալներ բանակցությունների համար։ Միությունը պահանջում է բարձրացնել աշխատավարձերը, ավելացնել աշխատողների
թիվը եւ ապահովել արդար պայմանագրային պայմաններ, նշելով, որ ներկայիս ծանրաբեռնվածությունը վտանգում է ինչպես աշխատողների բարեկեցությունը, այնպես էլ հիվանդների խնամքի որակը։ Kaiser Permanente-ի ղեկավարությունը դեռևս պաշտոնապես չի արձագանքել միության մեղադրանքներին։ Եվ վերջին լուրը Վաշինգտոնից, որից հետո վերջապես կհասնենք այսօրվա հաղորդման ամենահետաքրքիր հատվածին։ ԱՄՆ Դաշնային դատարանը ժամանակավորապես կասեցրել է Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը, ըստ որի շաթդաունի ժամանակ դաշնային ծառայողների զանգվածային ազատումներ պետք է տեղի ունենար։ Դատարանի որոշմամբ կրճատումների իրականացումը դադարեցվել է մինչև գործի ամբողջական քննությունը։ Թրամփի վարչակազմը կրճատումները սկսել էր անցած շաբաթ, մեջբերելով ֆինանսավորման բացակայությունը, քանի որ կառավարության փակ լինելը շարունակվում է արդեն մի քանի շաբաթ։ Դատավորի որոշումը նշանակում է, որ բոլոր նախատեսված ազատումները կկասեցվեն, մինչև դատարանը վերջնական վիճիր կայացնի։ Դաշնային աշխատողների իրավունքների պաշտպանության գործում արհմիությունները այս որոշումը գնահատել են որպես կենսական հաղթանակ, ընդգծելով, որ նրանք չպետք է դառնան քաղաքական փակուղուզող։ Այսօր կփորձենք բացել Ամերիկայի ամենախորհրդավոր ու ազատասեր նահանգներից մեկի՝ Մոնտանայի գաղտնիքները։ Մոնտանան այն նահանգներից է, որտեղ բնությունը կարծես խոսում է սեփական լեզվով։ Այստեղ ամեն ինչ լայնատարած է՝ երկինքը, հովիտները, լեռները, եւ հենց այդ պատճառով էլ Մոնտանային հաճախ անվանում են Big Sky Country՝ լայն երկնքի երկիր։ Նահանգը գտնվում է երկրի հյուսիսային մասում կանադայի սահմանին, իսկ նրա տարածքը այնքան մեծ է, որ այստեղ կարող էր տեղավորվել Բելգիան, Նիդերլանդները եւ Դանիան միասին։ Սակայն չնայած այդ չափսերին, բնակչությունը փոքր է, ընդամենը մոտ 1 միլիոն մարդ։ Բնությունը այստեղ գրեթե անհատական կերպար ունի։ Մոնտանան հայտնի է իր երկու ազգային պարկերով՝ Յելլոուսթոնի հյուսիսային մուտքը եւ Գլեյշերի ազգային պարկը, անսովոր սառցադաշտերով ու լեռնային լճերով։ Այստեղ կարելի է հանդիպել գրիզլի արջերի, բիզոնների, հսկայական եղջերուների եւ բազեների։ Ամերիկացիները հաճախ ասում են. եթե ուզում ես տեսնել երկիրը այնպիսին, ինչպիսին էր 1000 տարի առաջ, գնա Մոնտանա։ Պատմությունը Մոնտանայում ձևավորվել է հանքարդյունաբերության եւ բնության պայքարի շուրջ։ 19-րդ դարում այստեղ հայտնաբերված արծաթը եւ պղինձը բերեցին հազարավոր հանքափորների, իսկ Հելենա քաղաքը ժամանակին համարվում էր Ամերիկայի ամենահարուստներից մեկը, սակայն հարստությունը նաեւ իր ստվերն ուներ՝ բնապահպանական աղետներ, լքված հանքավայրեր ու քաղաքներ, որոնք այսօր դարձել են չբնակեցված փոքր ուրվականներ։ Քաղաքական առումով Մոնտանան չնայած ավանդաբար պահպանողական լինելուն հաճախ փոխում է որոշումը։ Այստեղ բնակվում են ազատ մտքի շատ մարդիկ՝ բնապահպաններ, ֆերմերներ ու արվեստագետներ։ Նահանգի բնակիչները առանձնապես չեն սիրում դաշնային վերահսկողությունը եւ մեծապես կարեւորում են ազատությունը բառի բուն իմաստով։ Մոնտանայում գոյություն ունեն մի շարք տարօրինակ օրենքներ։ Օրինակ, այստեղ մի ժամանակ արգելված էր ավտոմեքենայի ղեկին կին լինելը, իսկ որոշ շրջաններում դեռ պահպանվում են օրենքներ, որոնք արգելում են ձին թողնել առանց կապելու փողոցի լուսավոր հատվածում։ Մոնտանան նաև մշակութային հակադրությունների նահանգ է։ Այստեղ հանդիպում են հնդկացիների հին ցեղերի ժառանգությունը, Կրոու, Բլեքֆուտ, Չեյեն եւ եվրոպական վերաբնակիչների ավանդույթները։ Ամեն տարի Մոնտանայում տեղի են ունենում տասնյակ փառատոններ, որտեղ հնչում են ինչպես բուֆալոյի թմբուկի հին ռիթմերը, այնպես էլ կովբոյական երաժշտությունը։ Մոնտանայի ներկայիս տնտեսական հիմքը ոչ թե հանքերն են, այլ զբոսաշրջությունն ու անասնապահությունը։ Ամենամառ այստեղ գալիս են միլիոնավոր մարդիկ որսորդության, լեռնագնացության եւ պարզապես խաղաղության համար։ Վերջին տարիներին Մոնտանան դարձել է նաև նորաբնակների սիրելի վայր։ Հարյուրավոր ամերիկացիներ տեղափոխվում են այստեղ մեծ քաղաքների աղմուկից փախչելու համար։ Այդ միտումը փոխում է նահանգի դեմքը։ Կառուցում են նոր գյուղական համայնքներ, զարգանում է տուրիզմը եւ նույնիսկ հոլիվուդյան ֆիլմեր են այստեղ նկարահանվում, օգտագործելով նահանգի վայրի բնությունը որպես կենդանի դեկորացիա։ Ի վերջո, Մոնտանան մի վայր է, որտեղ ժամանակը կարծես դանդաղում է։ Լեռները ստվերում անծայրածիր դաշտերի միջև, այստեղ մարդը դեռ հիշում է, թե ինչ է նշանակում ապրել բնության հետ, ոչ թե նրա դեմ։ Եվ գուցե հենց այդ պատճառով էլ Մոնտանան մնում է Ամերիկայի ամենաազատ, ամենասրտաբաց եւ ամենավայրի նահանգներից մեկը։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Կհանդիպենք վաղը, ինչպես միշտ, 5:30-ին։ Ցտեսություն։